Արարատի մարզի Նորամարկ գյուղում քաղցրահամ ջրի հորատանցքին կավ են սրսկում։ Բնապահպանության նախարարի թիկունքում գյուղացիներն են խոսում։ Իսկ Արամայիս Գրիգորյանը եկել է հետևելու եւ համոզվելու, որ Արարատյան դաշտում ապօրինի շահագործվող հերթական հորատանցքը լուծարվում, փակվում է։ Ասում են նախագահի հստակ դիրքորոշումը կա, կառավարության որոշումը նույնպես խիստ են լինելու։ Անկախ ամեն ինչից, քանի որ հորը ապօրինի է, մենք չենք նայելու սեփականատերը ով է եւ ինչ կարգավիճակ ունի, մենք միանշանակ ուրեմն գնալու ենք փակման աշխատանքներին։ Նախկինում Կաթնային բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող տարածքում աշխատանքներն իրականացվում են մարզպետարանի, տարածքային ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարներին սպառնացող վտանգի ֆոնին ինքնաշատրվանվող այս հորատանցքից վայրկյանում 80 լիտր քաղցրահամ ջուր էր հոսում։ Այսօրվանից տարեկան մոտ 3 միլիոն մետր խորանարդ ծավալով ջուր կտնտեսվի։ Հորը փակող հատուկ տեխնիկան մանրամասն մտածված տեխնոլոգիայով է աշխատում։ Հորատման հաստոցա, հորատանցքի մեջ լցնելու ենք գրավիլ, խիճ, ցեմենտի տամպոնաժ, ցեմենտ, նորից ջրատար հորիզոնները փակելու ենք մենք գրավիլով, խճով, որպեսզի չվնասենք ջրատար հորիզոնը, այնուհետև կավային տամպոնաժ, նորից ցեմենտի տամպոնաժ։ Վերջին տվյալներով պետության նախաձեռնությամբ լուծարված հորերը 45-ը, մասնավորի կողմից 47-ն են։ 92 հորատանցքին մոտ 40-ը դեռ կավելանան։ Մոնիտորինգը շարունակվում է։ Հաջորդ նման տեսարանը կլինի Դաշտավան գյուղում։ Անի Ավետյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։